Ողջույն իմ սիրելի կշարքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով իհարկե նրանք ովքեր նոր են միացել ես նշեմ որ դուք պետք է առաջինը լսեք ասցենդենտի նշանը որը որոշվում է ձեր ծննդյան ժամով եւ հաջորդը արդեն արևի նշանով այդ երկուսը միացնում եք եւ ձեզ համար բարձ է լինում տվյալ ամսվա համար կանխատեսում այդպես լինում է ամբողջական իսկ եթե լսում եք միայն ձեր արևի նշանով հորոսկոպի նշանով այսինքն դուք ինչ նշան եք այդ դեպքում ինքը լինում է թերի եւ հնարավոր է որ այդպես ամբողջական բնականաբար չի համապատասխանի այն ինչ որ ունեք եւ այսպես այսօր 25-ն է մայիսի իմ օրացույցով ձեզ բաժին ընկել Նեպտունը դա ասում է որ կա որոշակի անհանգստություն անորոշություն կշարքների մեջ դա էլ հենց մեծացնում է, այսպես տատանում է, այս քայլը անել չկողմնորոշվել, ես տեսնում եմ, որ դուք ֆինանսական դժվարություններ ունեք, մասնավորապես ասցենդենտով կշարքները, եւ իհարկե դա եւս բերում է որոշակի ձեզ համար ընդհանրապես մարդկանց համար բերում է որոշակի ուրեմն դժվարություններ եւ այսպես ես հիմա ներկայացնեմ հունիս ամսվա կանխատեսումը ձեր նշանի համար եւ տեսնենք թե ձեզ մոտ ուրեմն ինչ էներգիաներ կկուտակվեն ինչ փոփոխություններ են ձեզ համար իրենք նախապատրաստում եւ այսպես սկսենք թերևս Վեներայից ձեր մոլորակն է Վեներան սիրելի կշարքներ եւ Ահա, ինչ է ուրեմն Վեներան ինչ է ձեզ մատուցում, այսպես ասենք, ինքը բնականաբար հունիսի 6-ին կմտնի ցոլի նշան, որտեղ դա իր նշանն է, ինքը իրեն շատ լավ է զգում, ձեր մոլորակը դա արդեն ձեզ համար լավ է, երբ ձեր մոլորակը իրեն լավ է զգում, ինքը մինչև հուլիսի 4-ը կմնա ցոլի նշանում եւ ձեր ֆինանսներն են։ Ես կարծում եմ, ճիշտ է դուք հիմա ունեք ֆինանսական դժվարություններ, այդպես մինչև տարվա վերջ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ կլինեն անշուշտ, որովհետեւ շատերը այնպես է, որ ինչ որ առիթով ասենք գումար ծախսել են, ոմանք հետո կծախսեն գումար, հավաքած գումարը եւ ասենք այլևս քիչ է մնացել գումար եւ իրենք այստեղ դժվարություններ ունեն բոլոր դեպքերում ես կարծում եմ Վեներան ձեզ կօգնի ահա շարժվենք առաջ 9-ին հունիսի Մերկուրին կմտնի Խեց գետնի նշան այնտեղ կմնա մինչև հունիսի 25-ը, իսկ արդեն 26-ից կմտնի Առյուծի նշան։ Այստեղ Մերկուրին միգուցե ղեկավար անձանց հետ, ազդեցիկ անձանց հետ դուք որոշակի հանդիպում ունենաք, խոսակցություններ ձեր ապագայի շուրջ, ձեր նպատակների կարիերայի շուրջ, հնարավոր է որոշակի այդպես քննարկումներ լինեն, որովհետև ձեզ մոտ ակտիվանում է արտերկրի թեման միանշանակ եւ առաջիկա տարիների ընթացքում դուք արտերկրի հետ կապը թե բիզնեսի, թե սովորելու, թե ամուսնության, թե պարզապես ճանապարհորդության, հա, այստեղ մի քանի անգամ կարող եք նույնիսկ այդպես ուրեմն այցելել, փոխել, երկիր գնալ այլ երկիր, այդպես մի քանի անգամ միգուցե թեկուս ապրելու կամ բիզնեսի համար միանշանակ այստեղ մի քանի անգամ կլինեն այցելությունները, նոր հետո վերջնական հավանաբար կետին որոշումը կկայացնեք, այսպես ուրեմն կլինի, բոլոր դեպքերում փորձեք ճիշտ օգտագործել Մերկուրին ճիշտ է ջրի նշանում ինքը առանձնապես այդպես իրեն լավ չի զգում, միգուցե դժվարություններ կլինեն, բայց բոլոր դեպքերում փորձեք ճիշտ օգտագործել իր ներկայությունը Խեցգետնի նշանում, այստեղ եւ ընտանիքի մասին խոսակցություններ կլինի եւ ինչպես ասացի արտերկրի մասին խոսակցություններ կլինեն եւ անցնենք առաջ հաջորդ իսկ օրը հունիսի 10-ին Յուպիտերը կմտնի Խեցգետնի նշան, ահա տեսնում եք եւս ուրեմն ձեր 10-րդ տուն է մտնում նաև Յուպիտերը, այստեղ ինքը արտերկրի հետ թեման իր տանից ինքը դուրս է գալիս եւ մտնում է ճիշտ իր նշանում չի, բայց իր տանն էր եւ հիմա ինքը դուրս կգա եւ
կմտնի խեցգետնի նշան, այստեղ ինքը եւ ցույց է տալիս ընտանիքում ինչ որ անձի ավելացում ասենք կա, որ երեխաներ ունեցել կամ միացել են ծնողների հետ կամ գնում են արտերկիր միանալու եւ այլն, այսպիսի իրավիճակ կարող է լինել, բոլոր դեպքերում ինքը մի քանի տարբերակներ կարող է առաջարկել եւ դուք կանի որ կշարքեք մասնավորապես ասցենդենտի նշանով չեք կարողանում կողմնորոշվել գնալ, մնալ, սա է ճիշտ, այն մյուս քայլն է ճիշտ, այն մյուս քայլն է ճիշտ, այդպես դժվարություններ առաջ է կանգնում, հիմա Յուպիտերը դες ավելի է խճճելու, սա նկատի ունեցեք 11-ին հունիսի Հայաստանի ժամանակով 11:43 րոպե 40 վայրկյան տեղի կունենա լիալուսինը Արևև լուսինը կհակադրվեն 21 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում։ Այստեղ հավանաբար թեկուզ են ձեր բիզնեսը, եթե առքովաճառքով եք զբաղվում մասնավորապես ձեր հարազատների միգուցե խոսակցություն կլինի արտերկրի հետ կապված այսպիսի իրադարձություններ են եւ ձեզ համար միգուցե արդեն եղել է եւ մինչեւ համենայն դեպս հունիսի 11-ը ըստ ձեր անձնական քարտեզի յուրաքանչյուրի մոտ տարբեր ժամանակներում մինչև դա արդեն կավարտվի եւ դուք պատկերացում կկազմեք թե ինչպես է կանելու, ինչ է կանելու եւ այլն։ Այնուհետեւ 17-ին Մարսը կփոխի իր նշանը մտնելով ձեր 12-րդ տուն։ Ահա այստեղ կմտնի եւ որոշակի փոփոխություններ կբերի ձեր պլաններում, սա նաեւ արտերկրի թեմային է վերաբերում որոշակի գործողություններ կլինեն մի քիչ դժվարությամբ, բայց ես կարծում եմ ուզեք թե չուզեք, այստեղ որոշակի քայլեր պիտի անեք, որպեսզի հետո արդեն կոնկրետ ուրեմն երբ կմտնի ձեր նշան, արդեն դուք եք կոնկրետ քայլեր անելու։ Հիմա ինքը ինչ որ փոփոխություններ է դուք մասնակցություն եք ունենում, այսինքն դա միայն ձեզանից չի կախված, իսկ արդեն կմտնի ձեր նշանից, արդեն դուք եք կոնկրետ քայլերը անելու եւ 21-ին իդեպ նշեմ, որ ինքը օգոստոսի, ուրեմն հունիսի 17-ին կմտնի կույսի նշան այնտեղ մնալու է մինչև օգոստոսի 6-ը եւ օգոստոսի 7-ին արդեն ինքը մտնելու է ձեր նշան, սա ձեզ նախապես ասեմ, որպեսզի դուք իմանաք, որ օգոստոսի 7-ից դուք արդեն կոնկրետ քայլեր պիտի անեք, սիրելի կշարքներ, 26-ին արևը կմտնի խեցգետնի նշան, նորից ձեր 10-րդ տունն է, ձեր նպատակներն են այստեղ, ձեր կարիերայի հարցն է եւ միգուցե արևը ձեզ օգնի, որպեսզի դուք ավելի հաջողություն ունենաք, ձեր դերը այդպես ավելի կոնկրետ ձեր տեղն ու դերը ավելի հաստատեք եւ հասկանաք ինչ եք ընտրում, որ ճանապարհն եք ընտրում, ուր եք գնալու, ինչ եք անելու եւ այլն, ինչ աշխատանք այդպես կարողանաք միգուցե կօգնի, որ դուք կոնկրետ քայլ անեք, որտեղ դուք միշտ այդպես դժվարանում եք։ Եվ 25-ին Հայաստանի ժամանակով 14:31 րոպե 27 վայրկյան արևև լուսինը կմիանան 5 աստիճանում եւ նորից խեցգետնի նշանում տեղի կունենա նորալուսինը, ահա եւ իհարկե նորալուսինը կօգնի, որպեսզի դուք ձեր կարիերայում, ձեր նպատակներում նոր սկիզբ դնեք բոլոր դեպքերում այս նորալուսինը ինքը ձեզ նախապատրաստում է, որպեսզի ուրեմն փոփոխություններ կմտնեն ձեր կյանք, դուք հուլիսին արդեն դա կզգաք, փոփոխություններ կլինեն ձեր որոշումներում եւս, այնպես որ ուրեմն եթե այս խորհուրդը ձեզ կարող եմ տալի, թե դուք ճիշտ օգտագործում եք այն ինչ որ ես ձեզ ներկայացրեցի մոլորակների այդ դասավորությունն այդ էներգիան այն շունչը որ իրենք բերում են դուք այդ ամենը կարողանաք ճիշտ օգտագործել կգա ժամանակը եւ դուք կունենաք դրական արդյունք այս սրա մասին է խոսքը իմաստը աստրոլոգիայի սա է այսպես սիրելի կշարքներ եւ մենք թերևս նորալուսնով էլ հենց կավարտենք մեր թեման իսկ դուք արդեն նորալուսնով կարող եք սկսել ձեր ապագան ձեր նպատակներն իրականացնել ահա այսքանը կիսվեք ուրեմն տպավորություններով արդյոք ձեզ խորհուրդը օգտակար եղավ այդպես իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ